Հայաստանում 37 թիվն է սկսվել, շատ են նման պնդումները ժողովրդի մեջ։ Եվ շատ են հարցը, թե Արտուր ինչ որ Միքայել Աջապայանի համար պայքար չես տանում, չես գնում հետևից մյուս։ Բերեք մի հատ հասկանանք, թե ինչ կատարվավ ժողովուրդ։ Միքայել Աջապայանի ձերբակալման մասին հայտնի էր դեռևս 2 օր առաջ մինչև խոզարգությունները, որովհետև քննիչական կոմիտեն հայտարարել էր դրա մասին։ Սակայն Աջապայանը այդ օրը որոշեց ոչ թե մնալ իր նստավայրում, այլ գնաց Էշմիածին, ինչքան գիտեմ Գարեգինն էր, բոլորին հրավիրել։ Հրավիրեցին, ինչ արեցին։ Մարդկանց հրավիրեցին, ոստիկանությունը գնաց այնտեղ, լսվավ չհասկացանք, թե ինչու գնաց։ Որովհետև եթե Աջապայանն էր խնդիրը, ապա Աջապայանի հետևից Գյումրի պետք է գային, չկար հետախուզում հայտարարեն, մի տեղից հայտնաբերեին։ Բայց այստեղ արեք տեսեք, որ ոստիկանությունը, ԱԱՑ-ն, ամբողջ ուժերը կենտրոնացրեցին Էշմիածինի կողմը։ Ինչու՞։ Ինչ նպատակ կար այս ամեն ինչ այսքան PR-ելու եւ հանելու վերև։ Ամենակարևորը, գիտեք, ես մի բան ունեմ, որ ճշմարտության կողմն եմ, չկա սև, չկա սպիտակ, կա ճշմարտություն։ Ամենակարևորը, Աջապայանը այդ պահին պայ մտնել որն է մտավ վեհարան, որպեսզի իրան չկարողանան տանել։ Եվ մի հայ խումբ, հայ ժողովուրդ, որոնք խաբված են բոլորի կողմից, թե Նիկոլի, թե Գարեգինի, թե Սերժի, թե Քոչարյանի, թե Լևոնի, մի խումբ թասիբով հայեր, մի խումբ հայրենասեր հայեր, որոնց մեջն էր մտել այս պայքարը եկեղեցու թեմ է, այլ ոչ թե համատեղ կազմակերպած շոուի մասնիկ է։ Աջապայանը մտավ վեհարան, ժողովուրդը ինքնաբուխ կերպով չթողեցին ԱԱՑ-ն մտներ եւ Աջապայանին տաներ։ Բայց անցավ մի քանի ժամ, Աջապայանը որոշեց ոտքով գնալ Երևան, բայց կիլոմետր ու կես քայլելուց հետո նստեց մեքենա եւ գնաց հանձնվեց։ Գիտեք, անգամ հոգ չտարան են մարդկանց մասին, որոնք որ ԱԱՑ-ի դեմը պատ էին կազմել, որպեսզի իրանց չձերբակալեին։ Ուղղակի, թե ձեզ ով էր խնդրել էիք, այս արդարությամբ երևի գնացին նստան։ Հիմա Հայաստանում տեղի են ունենում ձերբակալություններ, որոնվում են այդ մարդիկ, ինքնըստինքյան եւ գտնվում եւ ձերբակալվում են։ Թեկուզ դրա քրեական գործը 21 թվին է եղել, քնած է եղել, բայց այսօր վտրուկ որոշեցին տանել կալանավորման։ Հիմա հարց եմ տալիս ձեզ։ Ես խորին համոզմունք ունեմ, սա իմ համոզմունքն է, որ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին Բ-ն, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը խաղում են ժողովրդի մեջ վերջապես սպանելու ցանկությունը ընդդիմանալու։ Սպանում են վերջի հույսը։ Արեք մի հատ բան տեսնենք։ Եկեղեցու զանգերը հոհանջեցին ամբողջ Հայաստանում։ Ինչու կանչեցին։ Ինչ երեցին։ Պրոստը տակ։ Դες եւս մեկ անգամ, երբ որ Բաքրատի ժամանակ ես սկսեի թե Բաքրատը ելել է եկեղեցու վերջի հույսը մարելու, եկես մեկ անգամ մեզի ցույց տվեցին։ Ժողովուրդ անիմաստ է։ Անիմաստ է կալ տադարանի տերները։ Անիմաստ է կալ, երբ որ եկեղեցու զանգերը կհնչեն, որոնք որ կոչ կենեն հավաքվեք, պայքարեք, քանի զանգեն հնչեցողները, ոչ մի բան չերի ժողովրդին գնացեք տաներովդ։ Հասկանաք ամեն օր, ամեն ժամ կսպանեն մեր մեջի պայքարող տեսակին, կսպանեն մեր մեջի հույսը, որ մենք հույս ունենանք, որ ինչ որ բան կարող է փոխենք։ Եվ սրա վերջը շատ վատն է։ Սրա վերջը այնքան վատն որ Հայաստանում այսօր մարդկանց պրոստը կարող են տանին, 2 ամիս կալանք տան, 2 ամիս հետո ասեն կներեք, կամ թե չես է կներեք, կսեն աշկդ լուս բրծար կնատու։ Հայաստանի իրավիճակն է սիկ ժողովուրդ։ Ժողովուրդ, սպանենք մեր մեջի վերջի հույսը։ Մեր մեջի վերջին են ճիճը կսվանեն ես մարդիկ։ Համատեղ կսվանեն։ Հեմ մեկը պդելնիքսեք Նիկոլի սպասը, միսա, մեկը սորպան միսա։ Մատը հարած խոսալ, լուր նստեք մտածեք ու կերեք ձեր տեսակետը։ Սա աբսուրդ է։